Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, ձեր ռադիո ընդունիչները FM 106 եւ 5 հաճախականության վրա են, եթե լսում եք մեզ կամ դուք մեզ դիտում եք գործարար ալիքի կամ լրատվական ռադիոյի թվային հարթակներից որևէ մեկում, կոչ եմ անում նաեւ ձեզ բաժանորդագրվել մեր YouTube-ին, Instagram-ին, Telegram-ին կամ բոլոր մնացած թվային հարթակներին, որում որ մենք կանք։ Դավիթ Խումարյանն է ձեզ հետ աշխատում երկրորդ խոսափողի մոտ, առաջին խոսափողի մոտ Վարամ Միրաքյանն է, ով այսուհետ հեղինակային հաղորդումների շարք է սկսում մեր ռադիոընկերությունում, մենք անվանել ենք հաղորդումը բիզնեսը Մանթաշյանցի հետ, խոսքը գնում է գործարարների ակումբի մասին, մեր գործարար ռադիոլսողները վստահաբար Վարամին գիտեն, ճանաչում են, կամ անձամբ կամ գոնե ծանոթ են միջնորդավորված հարցազրույցներով եւ այլ ձեր հանրային կեցվածքով, ողջունում եմ Վարամ, բարի գալուստ տաղավար։ Շնորհակալ եմ, բարով սկսենք։ Հետաքրքիր ժամանակահատվածում ենք սկսում հայկական թե տնտեսության համար, թե բիզնեսի համար։ Եթե կուզես, սկսենք մի փոքր Մանթաշյանց ակումբից, բայց կարծում եմ այդտեղ շատ բան չկա խոսելու, որովհետև բավականին հայտնի ակումբ է։ Անծանոթներին ասեմ, որ Հայաստանի երևի թե ամենամեծ բիզնես ակումբն է, որը արդեն միություն է դարձել, ակումբից ոնց որ վերաճել է, չէ՞։ Մնացած բոլոր ակումբները, միությունները հավաքած իրար հետ մենք մոտ 2 անգամ մեծ ենք։ Տենց թվով ասեմ։ Կարծում եմ այդտեղ երկար բարակ ինչ-որ պատմելու բան չկա, ով ոլորտին գոնե մի փոքր հետաքրքրված է, Վարամին էլ Մանթաշյանցն էլ բավականին լավ գիտի, Մանթաշյանցականների մի մասը հաճախ լինում են մեր տաղավարում, Դավիթը Մկոյանով համահիմնադիրներից է ձեր ակումբի, նաև հեղինակային հաղորդում է ունեցել, կարող եք համացանցում գտնել, մեր էջերում կա։ Չերկարացնենք Մանթաշյանցի մասով։ Հայ-ռուսական, գեոքաղաքական ճգնաժամ կա, առաջին լծակը կարծես թե որը Ռուսաստանը կիրառում է, դա գործարարության վերաբերվող լծակն է, այ գործարարները խնդիրներ են ունենում Ռուսաստանը արտահանում իրականացնելիս։ Դուք վստահ եմ ունեք ակումբում միությունում գործարարներ, որոնք սրան բախվել են։ Ինչ կարծիք ունեք։ Դե իրականում այստեղ մի քիչ մեր երևի ազգի բնավորությունը լավ sense տեղերը երևում է, որովհետև Ռուսաստանը երբեք չի թաքցրել, որ տնտեսությունը իր համար դա ազդեցության լծակ է, ու դե մենակ երևի Ռուսաստան չէ, ինձ թվում է բոլորը այդպես կանեին, ու ժամանակ առ ժամանակ ասում ու անում է, չէ՞, պանիրն է փակում, չգիտեմ, կոնյակն է փակում, ժամանակ առ ժամանակ լինում են միշտ մեր մոտ, ծաղիկներն են փակում եւ այլն։ Ու իմ համար մի քիչ օրինակ տարօրինակը որ ընթացքում ենք մեկ այլ ընտրանքներ ման չեն գալիս։ Ճիշտ է, խոսում ենք, շատ խոսում ենք, այդ խոսելու տեսանկյունից խնդիր չունենք, էլի անդադ խոսում ենք, բայց միջև այլ ընտրանքներ չեն գտել։ Հիմա օրինակ ես գլոբալ կուզեի որ մի քիչ երկար տևրես փուլը, որտեվ մեզ կստիպի ճիշտ է հնարավոր է որոշ դեպքերում վնասների հաշվին, բայց կստիպի այլ ընտրանքներ գտնել, հուսամ հետագայում նորից կվերականգնվի այդ շուկան, բայց կունենանք այլ ընտրանքներ, որոշ ապրանքների տեսանկյունից մեր մոտ գերազանց մեծամասնությամբ բանա Ռուսաստանից կախվածություն ունենք, որոշ ապրանքների արտարման տեսանկյունից, ծաղիկ կա, կոնյակ է, չգիտեմ, գինիներ եւ այլն, որը որ գլխավոր որպես պետություն ռիսկ է մեր համար մի երկրից կախվածության մեջ լինել, այդ ցանկալի չի, միշտ ցանկալի է դիվերսիֆիկացնել, հուսամ այս ցանկացած խնդիր պետք է դիտարկել որպես հնարավորություն, այդ բանն է, չէ՞, դա գործարար մտածողության բանից է, մոտեցումներից է, հուսամ այս խնդիրը որպես հնարավորություն կդիտարկվի մեր գործարարներ եւ պետության կողմից, որտեղ այս տիպի հարցերը գործարարներն ինքնուրույն չեն կարող, պետության աջակցությունը պետք է կդիտարկեն որպես հնարավորություն ու կգտնեն այլընտրանքային ճանապարհներ։ Ճիշտ եմ հասկանում, որ ըստ քեզ սա ժամանակավոր բնույթ է կրելու։ Այսինքն փորձը ցույց է տալիս պատմությունը, որ շտկվում են։ Տեսեք, Ռուսաստանը մեր ստրատեգիկ գործընկերն ու հարևանն է, մոտիկ ամենամեծ ուժային կենտրոններից մեկն է, հուսամ մեր հարաբերությունները այնպես չեն վատանա, որ երկարաժամկետ տևի, որովհետև լավ չի, երբ որ մտերիմ հարևանի հետ դու գործընկերոջ հետ, որ հետ ունես տասնամյակների հարաբերություններ, կապ, ինտեգրացումներ կտրուկ վատանով այդպես վատ շարունակվելու, դրա համար ես հույս ունեմ, որ երկար չի տևի։ Դենց ասեմ, չասեմ վստահ եմ, որ երկար չի տևի, բայց հույս ունեմ երկար չի տևի։ Սրա մասին կուզեի ավելի մանրամասն խոսենք, այլ ընտրանքների մասին։ Ես գործարարների հետ երբ խոսում եմ, մի քանի բան են ասում են ապրանքի որակը եւ լոգիստիկան։ Բայց չեմ մտածում էլի, որ մեր չափ հեռու պետությունները եվրոպական շուկաներին ոչ մեկ չի արտահանում Եվրոպա, էլի, այսինքն ով աշխարհագրորեն Հայաստանի նման դիրքում է։ Տեսեք, բանով իրականում
ճանապարհներ կան։ Օրինակ, առաջարկ եմ ճանապարհներ։ Նախ մեկ, ես չեմ հասկանում, ենք մենք կենտրոնացել Եվրամիության վրա։ Նաեւ, իհարկե, ուրիշ բաներ էլ կան, ուրիշ գալֆի երկրներ կա, Չինաստան կա, Հնդկաստան կա եւ այլն։ Հիմա նույն ես ընկերներ ունեմ, որը որ Ուկրաինայում են, երբ որ 14 թվականից հետո Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունները խզվեցին, ինքը օրինակ ասում եմ, պետության հետ 1-2 հանդիպում ունեցանք ու գործար էր։ Ասում պետության հետ գնացինք Չինաստան, սկսեցինք բանակցել առևտրի ազատ տնտեսական հարաբերությունների համաձայնագիր եւ այլն ու կոնկրետ մսամթերքի ոլորտում էր, ասում սկսեցինք արտանել։ Հիմա բավական մեծ այդ ռուսական շուկան փոխարինել չինականով Ուկրաինան։ Այսինքն այդ նույն արտանում ինչքան որ արտանում էր, մի քանի տարում իրենք հասցրել են Չինաստանը այդ նույն չափսի արտանումներ անել, կարծեմ ավել նույնիսկ էլի, այսինքն շատ կտրուկ քայլերի գնացին, մի անգամ ասում եմ վերկա փոխնախարար, էկոնոմիկայի նախարար բան հավաքվեցին 30-40 գործարով գնացին Չինաստան, անմիջապես, արագ։ Այնտեղ բանակցեցինք, մի քանի ամսում այդ գործընթացները արագացան, այսինքն ես նախ ուզում եմ որ չնայենք մենակ Եվրամիություն, մենք պետք է նայենք նաև այլ շուկաներ, օրինակ, նույն մեր վարունգ պամիդորը պարզա Չինաստան չի գնալու, չէ՞։ Վարունգ պամիդորը կարող գնա Արաբական Էմիրություններ, վարունգ պամիդորը կարող գնա Սաուդյան Արաբիա եւ այլն, չէ՞։ Բայց դրա փոխարեն չինական շուկա գնալու է գինին կոնյակը, հաստատ այնտեղ, օրինակ Չինաստանում վերջ շրջանում մեծանում է գինի եւ կոնյակ օգտագործողների թիվը, կտրուկ մեծանում է, Վրաստանը շատ ուժեղ դիրքեր ունի այդ հարցում։ Մեզ մոտիկ հարևան ասեմ, մեր ու Վրաստանի տարբերությունը էքսպորտի դեպի Չինաստան մեծ չի։ Շատ չնչին է ինքնարժեք տեսանկյունից, հատկապես թանկարժեք խմիչքների դեպքում մեր տարբերություն չի զգացվելու, էլի Վրաստանից Երևանից պատումի հասցնել է ինչքան $1000 սամուներում մոտավորապես վերջին տալնելու տարբերությունը։ Մնացած նույն ճանապարհն է մինչև Չինաստան հասնելը։ Հա, այնտեղ երկրորդ Վրաստան առավելություն ունի ազատանցական բանի առևտրի համաձայնագիր ունի Չինաստանի հետ, որի շրջանակները մի շարք ապրանքների վրայից մաքսատուրք չկա։ Նույն գինու վրա մաքսատուրք չկա, որը որ նույն մեր ԵԱՏՄ շուկայի բանն է, էլի, առավելություններից է ստացվում ըստ էության, քանի որ մենք էլ մաքսատուրք չունենք, չէ, Ռուսաստան տանելուց եւ այլն, դա ճիշտ է, սերտիֆիկատների բանի հարց կա, բայց ԵԱՏՄ-ի տարբերություն ԵԱՏՄ-ի, բայց քաղաքականությունը ինչ է, առաջինը պետք է չկենտրոնանանք Եվրամիության վրա, երկրորդը պետք է կենտրոնանանք տարբեր երկրների հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու վրա, որը ըստ էության ԵԱՏՄ շուկայի փակվելու դեպքում, որ ըստ էության ԵԱՏՄ շուկա ասելով նկատի ունենք ռուսական շուկա, որտեղ մյուս երկրները մեր արտանշան Ղազախստանում ինչի չունենք գործարարները ինչի չեն ձգտում դեպի Ղազախստան գնան, որտեղ էլի մի փոքր շուկա չի, էլի մեծ շուկա։ Հա, հեռավորություն, լոգիստիկա եւ այլն, ինձ թվում է այդպեսի ինչ որ հարցեր են ավելի շատ ունենք Ղազախստան, բայց բավական քիչ է։ Ներկրը բան ունենք, առևտրաշրջանառություն ունենք իրենց հետ, բավական քիչ է, հիմա նոր սկսում են ինչ որ ակտիվանալ վերջ տարիներին այնտեղ եղել ենք, երբ 2 տարի առաջ մենք այնտեղ մասնաճյուղ ունենք, հա, այնտեղ սուպերմարկետներում հանդիպում են հայկական ապրանքներ, բայց քիչ ու բայց զգացում եմ որ տեղ կա, հետո դե Ղազախստանը այդպես գլոբալ շատ մեծ ու վճարունակ շուկա էլ չի, իշքան 17 միլիոն բնակչություն ունեն կարծեմ ու իրենք վճարունակության բավական ցածր են, դրա համար բան չի էլի, ինձ մեծ չեն կարալ ընտրանք դիտարկեն կամ համոզություն, հա կարող ռուսական շուկայի 5% կամ 10% գնան այնտեղ էլի, սպառման, դրա համար այդ պոտենցիալով շուկա չի, նույն Սաուդյան Արաբիան ուրիշ է, Սաուդյան Արաբիան համ 37 միլիոն բնակչություն ունի, համ վճարունակության բարձր է, այո, հա ու բաների միրգ բանջարեղեն տեսանկյունից պահանջարկ ունեցող շուկա է, ի տարբերություն բանը Չինաստանին կամ ի տարբերություն Եվրամիություն, որտեղ որ միրգ բանջարեղենը բավական բարդ է լինելու, որտեղ այնտեղ կա Իտալիա, Իսպանիա, Լեհաստան եւ այլն, որը որ ամեն ինչը մատակարարում է Եվրամիության ներսում։ Ինչ պետք է արվի, ես նախ առաջինը պետք է ըստ ապրանքների բաժանել կատեգորիաների երկրների, օրինակ գինին կոնյակը աշխատում ենք Չինաստանի ուղղությամբ, պամդոր վարունգը, ելակը աշխատում ենք Սաուդյան Արաբիայի ու Արաբական Էմիրությունների, Գալֆի երկրների ուղղությամբ, չգիտեմ ինչը աշխատում ենք Հնդկաստանի ուղղությամբ, օրինակ, էլի որ էլի շուկաներից մեկն է, որի ուղղությամբ չենք աշխատել մենք։ Հա, այդ մեկ, երկրորդը, ինձ թվում է լոգիստիկ հաբեր պետք է ստեղծվեն առաջին այդ պետության հետ, պետք կարո կամ պետությունը պետք է արվի։ Լոգիստիկ հաբերը պետք է լինեն, դե մենք դեպի Գալֆի երկրներ գնալու է Իրանի միջոցով, Բանդար-Աբասով, հուսամ գոյություն կունենա Բանդար-Աբասը պատերազմից հետո, խաղաղվելուց հետո իրավիճակը որ Գալֆի երկրներ գնալու է, որտեղ այդպես ավելի կարճ է, դե բարձր փոթի Բաթումիով էլ կարող է գնալ, բայց այնտեղից ոնց որ ավելի արագ է ստացվելու։ Այսինքն մի կետ լոգիստիկ կետ կարող լինի Դուբայի Արաբական Էմիրությունները, որտեղ որ Բանդար-Աբասով ապրանք գնա այնտեղ կուտակվի, այնտեղից Գալֆի երկրներով տարածվի, չէ՞, Դուբայի, բայց այդ լոգիստիկ կենտրոնը Արաբական Էմիրություններում պետք է պետության հետ արվի կամ պետությունը պետք է արվի կամ պետությունը պետք է սուբսիդավորի։ Այդ մեկ լոգիստիկ կենտրոնը, որը նաև իր հետ ունենում է բաներ, նաև
կուտակում է կենտրոնացնում է որ տեղի դեսպանատները աշխատեն տեղի ցանցերի հետ, որ լոգիստիկ կենտրոնը հետ համագործակցեն, ապրանքները վեգան վերցնեն եւ այլն։ Այդ մոդելը կա ինչ որ մեկը կիրառում է այդ մոդելը, վարը։ Այդ մոդելով աշխատում են որոշ երկրներ, ես օրինակ գիտեի, որ Միացյալ Նահանգներում Լեհաստանը այդպես աշխատում։ Հա, Լեհաստանը նույնիսկ ասեմ ավելին, մենք մի ծանոթ ունեի հայ ազգությամբ, որը Լեհաստանի դեսպանատանն էր աշխատում ու խնդիր ուներ լեհական ապրանքներ մտցներ ամերիկյան սուպերմարկետներ։ Նույնիսկ այդ աշճան, այսինքն դեսպանատանը մարդ աշխատում, որը գալիս ասում է, հա, դու յոգուրտ ես արտադրում, արի քո յոգուրտը մրցնեմ ցած։ Ու ես ինչից իմացա, օրինակ այդ իրենք նստել մտածել էին, որ օրինակ բանը, պանդրիկը մենք որ սենց ասում ենք, չէ՞, դա հետ սովետական երևույթ, հետ խորհրդային երևույթ է, Միացյալ Նահանգներում չկա այդպիսի product, պանրիկ հասկացում, դա չկա։ Որ տնեմ պանրիկ, չիզիկ, ինչ ոնց կլինի անգլերեն, էլ չգիտեմ, չեն հասկանա ինչ է։ Օրինակ իրանք հետաքրիր բաներ, սլոգան էին մտածել, բան պինդ յոգուրտ։ Յոգուրտը դիտեն իրենց մոտ, պինդ յոգուրտ։ Օրինակ տենց ասում պանրիկով չէր վաճառում, փոխեցինք պինդ յոգուրտ, սկսեց վաճառել։ Մարքեթինգային լոկալիզացիա։ Օրինակ ես ինչ եմ արում ասում, դեսպանատան աշխատողը Լեհաստանի զբաղվում է նմանատիպ հարցերով։ Մենք շատ նախ առևտրի գծողներ չունենք, բավական շատ երկրներում, երկրորդն էլ առևտրի գծողներ ունենք, տենց արդյունավետությունը տենց վիճել է, երրորդն էլ եթե նույնիսկ առևտրի գծողներ չունենք, դեսպանները պետք է այդ գործով զբաղվեն։ Մենք բազմաթիվ երկրների հետ մեր հիմնական շատ տնտեսականն է։ Օրինակ Բրազիլիայի հետ, Արգենտինայի հետ մենք քաղաքական շատ չունենք, չէ՞։ Հետո որ ես նույն այդ երկամ Չեխիայի հետ քաղաքական առանձնապես ինչ-որ հարցեր չունենք։ Երբ որ ես խոսում եմ նույն Չեխիայի դեսպանի հետ, ասում եմ տնտեսական sense հարցերով եկեք աշխատենք։ Բան ասում եմ, ես չեմ կարող այդ ուղղությամբ զբաղվեմ, ես տնտեսական գծող չունեմ։ Հա, բա ինչով պետք է զբաղվես։ Հա, բան չով զբաղվում։ Հա, այնտեղի 500 հոգի Հայաստանի ամենայն հարգանքով չեմ ճանաչում ով, հա, բայց մեծ հաշվով ուրիշ ինչով պետք է ինքը զբաղվի։ 500 հայ կա, որը որ անձնագրի խնդիրներ ունեն, տարվա մեջ մի անգամ ինչ որ գալիս են իրենց մոտ վերջ։ Ուրիշ ոչ մի բան, որովհետև քաղաքական հարցերը չունենք Չեխիայի հետ։ Մեր Չեխիայի հետ հիմնական հարցերը պետք է լինեն տնտեսական։ Ուրիշ էլ հարցեր չունենք, ասինքն բան չի էլի որ Մոսկվա չի գոնե այդպես Վաշինգտոն չի որ քաղաքական հարցերով հետները շփվեն։ Իլի հետեւաբար մեր դեսպանները մեծամասամբ իրենց գործը պետք է լինի տնտեսական հարաբերություններ հաստատելը, տնտեսական հարցեր լուծելը, բայց դեսպանների հետ խոսում ես, ասում է, չէ, ես չեմ զբաղվում այդ հարցով, տնտեսական գծող չունեմ, որովհետեւ էլի շատ սխալ մոտեցում է։ Հիմա ասած ինչա, այդպիսի օրինակ կա կան երկրներ, որտեղ որ աջակցում են լոգիստիկ տեսանկյունից, աջակցում են էքսպորտը, սուբսիդավորում են էքսպորտը, նույն Ղազախստանը օթային էքսպորտի ինքնարժեք 50% քեշբեք է տալիս։ Քան որ օթային էքսպորտը թանկ է, չէ՞, դու թարմ ապրանքներ ես էքսպորտանում, լոգիստիկը 50% քեշբեք է տալիս։ Սփոր բան աջակցում է էքսպորտ անողներին։ Կան այդպիսի երկրներ ու այդ մեթոդներն էլ շատ են, սկսած նրանից, որ առանց տոկոս վարկավորել էքսպորտ անողներին, ավարտած այդպես սուբսիդավորել տարբեր լոգիստիկ հարցերը։ Հիմա լոգիստիկ կենտրոններ բացել են, լոգիստիկ ճանապարհների սուբսիդավորման ճանապարհներից մեկն է։ Հիմա եթե էլի թեման շարունակենք, օրինակ կարծում եմ, որ պետությունը որոշ գործարարների հետ խոշոր բանով բեռնափոխադրող պետք է լոգիստիկ կենտրոններ սարքի։ Մի լոգիստիկ կենտրոն ունի Արաբական Էմիրություններում, որտեղ որ դեսպանները ու բոլոր մեր ռեսուրսները կենտրոնում են այդ լոգիստիկ կենտրոնում հասած ապրանքը վաճառելու համար տվյալ շուկաներում։ Երկրորդ լոգիստիկ կենտրոնը պետք է լինի Ռումինիայում, որտեղ էլի ամենամոտ, այսինքն Բաթումի փոթի դեպի դեպի Եվրոպա։ Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան այդ երեք ոնց որ տարբերակներ են, ամենամոտիկը Ռումինիան է, եթե չեմ սխալվում, բայց օրինակ Հունաստանը որպես բարեկամ երկիր մեր ավելի հեշտ լինի։ Կարող հեշտ լինի Հունաստանում այդ լոգիստիկ կենտրոնը սարքենք, այդ լոգիստիկ կենտրոնը, օրինակ Կիպրոսն էլ հետաքրքիր թեմա, որտեղ Կիպրոսի եթե դու ապրանք տանում ես, ավելի հեշտ ես հասցնում այնտեղ ապրանք, բայց Կիպրոսից հետո դու Եվրամիություն ես ավելի հեշտ մտնում, դա էլ է օրինակ, ուղղակի այնտեղ էլի ծովով պետք է հանես, դա ոնց որ խնդիրը։ Հա, հիմա երկրորդ լոգիստիկ կենտրոնը ստեղծում է 3 եվրոպական երկրներից մեկը, Բուլղարիա, Ռումինիա կամ Հունաստան, եւ ու արդեն մնաց բանը Չինաստան ու Հնդկաստան, որը որ ըստ էության Բաթումից եւ այլն կարող արդեն այնտեղից կարող գնա, հիմա Չինաստան ասում են գնացքով էլ է ապրանք գնում գալիս, չէ՞ կամ Ղազախստանից արդեն այնպես էլ է գալիս։ Հա, օրինակ եթե երկու հարցի եթե լուծվի, կարծում եմ որ մի 2-3 տարվա մեջ
մենք ոչ միայն Ռուսաստան արտանման չափ կսկսենք արտանել, այլ շատ ավելի շատ։ Բայց մի այստեղ ուրիշ հարց էլ կա, սերտիֆիկացիայի հարցն է, որը էլի երկար է։ Նույն Եվրամիության հետ այդ կարող է տարիներ տևել էլի, որտեղ այնտեղ բանույն ազատ առևտրի համաձայնագիրը Վրաստանը որ կնքել է Եվրամիության հետ, դրա մեջ նաև մտնում է ընդհանուր սերտիֆիկացիան, որը որ վրացական ապրանքները Եվրամիության չափանիշներին համապատասխան են սերտիֆիկացվում։ Այդ էլ է շատ դրական Վրաստանի համար, քանի որ այդուհետ եվրոպացի ներդրողները ավելի հեշտ են մտնել վրացական շուկա, որտեղ իրենց համար հասկանալի չափորոշներով են գործում այնտեղ։ Հենց որ դա դրական բան է, քայլ է դեպքում, այսինքն մենք առաջ քայլ պետքա լոգիստիկ կենտրոններ ստեղծենք տարբեր ոնց որ տարածաշրջաններում, տարբեր ռեգիոններում, որը մոտ արպես ասացի, երկրորդը պետք է այդ նույն ռեգիոնի երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրեր կնքենք, որոնք որ ըստ էության որոշ ապրանքների գծով նույն մեր ԵԱՏՄ-ի շուկային հավասար են։ Նույն Վրաստանը, Չինաստանը հետ ունի, չունեմ Եվրամիության հետ եւ այլն, որը որ նույն ԵԱՏՄ-ի նման է։ ԵԱՏՄ-ի, հա, ու առանձին ԵԱՏՄ-ի երկրների հետ էլ Վրաստանը ունի այդ ազատ առևտրի համաձայնագիրը։ Այսինքն երկրորդը պետք է աշխատենք ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ Եվրամիության հետ 1, Չինաստանի հետ 2, Գալֆի երկրների հետ 3։ Այդ էլ պետք է այդ ուղղությամբ աշխատենք, որը որոշ ապրանքներին ազատում է մաքսատուշտից։ Դա ազատ առևտրի համաձայնագրի դեպքում բոլորը չի ավտոմատ ազատվում, ոնց որ Ռուսաստանի դեպքում էր, որոշ ապրանքները Եվրամիության դեպքում էլ, հա, ու նաև մյուսների դեպքում իրենց չափանիշներին համապատասխան սերտիֆիկացում պետք է անցնենք եւ այլն, որը որ եթե Եվրամիության հետ անցանք, մնացածը արդեն հեշտանում է, որովհետեւ մնացածը, ասենք, ավելի խիստ ու բարդ չի նույն Չինաստանի, քան Եվրոպայի հետ, էլի, ամենաբարդը Եվրոպայի հետ է լինելու։ Ու Ճապոնիայի, օրինակ գիտեմ, որ ամենաբարձր Ճապոնիայի հետ է սերտիֆիկացում ապրանքներ տանելու տեսանկյունից։ Հիմա այդ երկրորդ քայլն է ու եւ միաժամանակ պետք է մեր դիվանագիտական եւ տնտեսական բոլոր խողովակներով կենտրոնացնենք եւ աշխատենք, որ տեղի ցանցեր հետ աշխատանք արվի։ Հիմա նույն Ռուսաստան էքսպերտը եւ ռեէքսպերտը իր հետ մոտարապես $3 միլիարդ էր անցյալ տարի, որից մոտ 1.2 միլիարդներ էքսպերտ, մնացածը ռեէքսպերտ էր, այսինքն խոսք գնում է 1.2 միլիարդ Որոնք շատ չի պետության վրա քո դրա ծանրաբեռնվածությունը։ Տես Դավիթ ջան, ես այսինքն շատ չենք խոսում, որ ես պետք է պետություն անի, այսինքն երևի թե ոնց որ մի պետական պաշտոնյա նստած լիներ, որ քո դիմաց ես չլինեի, որ պետական պաշտոնյա լիներ, վստահ եմ, որ քո հաղորդումների ընթացքում երևի թե պետական պաշտոնյա էլ կգա այս հաղորդմանը, իր հետ էլ այդ քննարկումը կամ բոլորով կունենան կամ դու ինքը կունենաք, ասի դե Ժողովուրդ ջան, ոնց որ բիզնես եք անում, բիզնես արեք էլի։ Ումն է ամենաշատ օգուտ, երբ որ մեր բիզնեսը զարգանում է։ Դե բոլորին է օգուտ, մոտավորապես պետությանն էլ է օգուտ, ասենց ասեմ, եթե բան ասենք բիզնեսի մաքուր մարժան Հա, ավելի քիչ է, քան պետության ստանալիքը, իհարկե։ Քան հարկերը, այսինքն, եթե պետությունը Հայաստանի հարկերը 23% են, եթե չեմ սխալվում, միջինացված են, ընդհանուր ապրանք, Միացյալ Նահանգներում 26, բան տենց այդ սահմաններում պատտվում, 23% մաքուր շահույթ ունեցող գործար, ես չեմ շատ քիչ կան, հա, դու կարող ես ծառայության ոլորտում լինում, հա, բայց ասենք հա, ծառայության շրջանառությունը փոքր ծառայության մեջ է, էլի, հա։ Դες չեմ, ես օրինակ գիտեմ, ասենք մեր ցանցերից մեկը սուպերմարկետների, ամենամեծ ցանցերից մեկը, իրենց մոտ խնդիր էր դրած 1.2%-ի մասին։ Շրջանառության 1.2%-ն է իրանք շահույթ որպես մաքուր ունենում, էլի, հետեւաբար այն որ բիզնեսը աճում է, դրանց առաջի հերթին շահույթ է ստանում պետությունը, օգտակարը պետությունը։ Ճիշտ է, գործարները օգտակար, բայց ուզում ասեմ ոչ պակաս հավասար, հետեւաբար այդ սուբսիդիաների արդյունքում նաև պետությունը շահում է, էլի, այդ սուբսիդիաները չդիտարկենք որպես բարեգործություն, դա դիտարկենք որպես պետության զարգացման ուղղված որոշակի ներդրում պետության զարգացման վրա, այդ տեսանկյունից։ Հիմա ես մի հատ Հայաստան տեսանկյունից եմ նայում, եթե ոչ պետություն չարում, ով է անում։ Եթե պետություն չարում, ես չեմ տեսնում այդպիսի ուժ, որ կարողանա այդ ամենը չկազմակերպել։ Կարող է այդքան մեծ ներդրումներ դնել, երկար ներդրումներ անել, ինչ որ արտոնյալ վարկային միջոցներ, չգիտեմ, դե էլ արտոնյալ վարկային պետությունը պետք է արտոնյալը կազմակերպի, էլի, բնականաբար, էլի, որտեղ լոգիստիկ կենտրոնները եւ այլն իրենք շատ բավական երկարաժամկետ ներդրում են, նաեւ ինչ որ առումով քաղաքական հարցեր կա այդտեղ, այդ ազատ առևտրի համաձայնագիրը չի կարա բիզնես անել։ Այո, ինքը մաքուր քաղաքական որոշում է, քաղաքական թեմա է։ Ահա, հետեւաբար, երբ որ ազատ առևտրի համաձայնագիր եղավ Չինաստանի հետ ու մեր գինի արտադրողները տեսան, որ 0% մաքսատուրկով են, կճղեն միանգամից կգնան ներդրում կանեն, որ մտնեն չինական շուկա եւ այլն, էլի, այսինքն, բայց ազատ առևտրի համաձայնագիրը բիզնեսները գնան ասեն բարև Չինաստան, ուզում եմ ազատ առևտրի համաձայնագիր, չի ստացվել։ Դիալոգ չի լինի։ Հա, դրա համար պետությունից կախվածություն կա։ Այդ թեմաները
դե վստահ եմ ակումբի ներսում, միության ներսում քննարկում եք։ Արդյոք պետության ներկայացուցիչների հետ առիթ ունեցել եք քննարկելու, ինչ արձագանք է այդ կողմից գալիս։ Այս կոնկրետ իմաստած գաղափարների թեմայով չեն քննարկել, քանի որ այս թեման սրացել է վերջի շրջանում, արտանման, ռեէքսպորտ եւ այլն այդ բոլոր արտանման շուկան փոխարինում։ Վերջի շրջանում պետական գործիչները հիմնականում արձակուրդ են եւ զբաղվում են քարոզարշավով, այդպես առաջ եղել, այդպես առանձնապես երկար խոսելու, բայց կարծում եմ այս նախընտրական փուլից հետո մենք բան կանենք նախաձեռնենք այդ խոսակցությունները։ Ինչ որ փուլի մանտաշացնել է կարողանալ այսպիսի պրոյեկտներ անել։ Իսկ երբ որ մենք Եվրոպայում ունենանք ոչ թե հիմա 5 մասնաճյուղ ունենք Եվրոպայում ու կարծեմ ընդհանուր հետ 60 թե 70 ակումբական ունենք, բոլոր եվրոպական այդ միասին վերցրացել, այ երբ որ մենք ընդհանուր Եվրոպայում ունենանք 500 ակումբական եւ 20 մասնաճյուղ, մենք այսպիսի պրոյեկտներ ինքնուրույն կարող անենք արդեն։ Նույն գալֆի երկրում Դուբայում մենակ ունենք մասնաճյուղ բավական փոքր, տենց, այսինքն բայց երբ որ մենք գալֆի երկրներում ունենք մասնաճյուղեր, մենք Եվրամիությունում ունենք մեծ մասնաճյուղ եւ այլն, այդ դեպքում մենք կարող ենք sense պրոյեկտներ նախաձեռնենք, կամ դեպքում ներդրողներ կարող գտնենք ովքեր ներդրում կանեն ենթակա։ Էլի մենք ազատտնտեսական համաձայնագիր առևտրի համաձայնագիր չենք կարող կնքել, բայց նույն լոգիստիկ հարցերում ներդրումներ կարող են կազմակերպել, էլի։ Ինչ որ փուլ կգա, որ մենք կարող ենք այսպես նախաձեռնություններ անել, բայց մենք դեռ մեր կազմակերպություն դեռ մանկապարտեզի տարիքին է այսպիսի պրոյեկտների համար, դեռ ինչ-որ ժամանակ պետք է մեծանանք։ Երկար տարիներ հայկական հասարակության ու բիզնես համայնքում էլ, մոտեցումը հետևյալն էր, որ պետությունը եւ բիզնեսը հակառակորդներ են, ոչ թե թիմակիցներ են։ Ընդհանուր առմամբ հիմա ո՞նց է վիճակը, դու ո՞նց կգնահատես։ Հիմա ընդհանուր մոտեցումը թիմակիցներ են, այդպես եմ ես նկատում, դա պետական որոշ կառույցներ կան, որոնք որ մեզ դիտարկում որպես հակառակորդ, նույն պետական եկամուտների կոմիտեն, բայց այնտեղ էլ հիմա փոփոխություններ ահագին կա, ამ դեպքում իրենք բան այդ նոր նախագահ պետի Միչել Դիրքավորումից է ներկայանում, ինչը որ նախկինում չկար, նախկինում մաքուր հակառակորդ էր, էլի մենք հակառակ ճակատներում ենք այսպես ձևակերպեմ, էլի բայց դա իրենց գործն է, էլի, այսինքն իրենց գործը հասկանալի է, իրենց գործը խնդիրներ գտնելն է, երբ որ դու կենտրոնացես մենակ խնդիրների վրա, սկսես մենակ խնդիրներ տեսնել, ուրիշ դեռ չես նայել, ուրիշ դեռ չես նայում, էլի, տեսնում ես ասում ես, եկան խնդիրներն, էլի, դրա համար բան է, մասնագիտական դեֆորմացիա կա իրենց մոտ, էլի, ասենց կարող եմ ասել, բայց գլոբալ չէ, պետությունը որպես գործընկեր է դիտարկվում հիմա, եթե համատեմ չի եղել։ Ինչի՞ եմ ես հարցը տալի, այսինքն այն խոսակցությունը, որ մենք հիմա խոսում ենք իրար հետ, որ պետությունը պիտի սուբսիդիա մենք ինչ-որ բան, լուսնից իջած բան չենք խոսում, ինչ-որ իրատեսություն ենք տեսնում, որ հնարավոր է, որ պետությունը դա անի իրականում։ Ուղղակի պետք է կոմունիկացվել, ցույց տալ պետական շահը այս պրոյեկտների մեջ, որտեղ որ հստակ կա, այդպես կոմունիկացվում ես, լաբինգ ես անում թեման, ներկայացնում ես, ինչ-որ բան անցնում է, նույն բանի թեման, էլի, քրեական գործարների վրա տարեկան 1000 քրեական գործ են բացում, մեր 1-2 տարի ոնց որ բանից հետո կոմունիկացիաներից լաբինգից հետո այդ իրավիճակը փոխվեց։ Հիմա անհամեմատ ավելի քիչ են բացում, շեմերը փոխվեց, չէ՞, խոշոր առանձնահատուկ խոշոր եւ 50 միլիոն դարձավ առանձնահատուկ խոշոր այն ժամանակ 20 էր, թե 15 չեմ շեմ 20 ոնց որ։ Եվ այլն մի քանի փոփոխություններ եղավ, բայց բաց դրանց ներքին ենթակառուցվածքներ փոխվեցին։ Այն ժամանակ բեկ բանը տեսուչը հանդիստ կարող էր նյարդայնանալ եւ քրեական գործ ուղարկել գործը, հիմա չի կարող այդպես անել։ Հիմա պետք է պետքի ներսում համակարգ կա, որ պետք է ուղարկեն այնտեղ ստուգվի, նոր գնա առաջ։ Արդյոք արժի էս սա քրեական վարույց սկսել այս կապակցությամբ ներսում մի հատ ստուգում անցնում նոր է գնում, առաջ չկար։ Այդ ոնց որ ահագին ֆիլտրել է, քանի որ տեսչները արդեն բանոր ինքնիրավչություն չեն անում, էլի որ այս եղել է որ մեկը հակաճառել է, ասել է արժ չկա, ու վերջ հաջորդ օրը քրեականից եկել է։ Հիմա էլ դա չեն կարող անել։ Այդ բանը, ու դες եւս մի քանի դրական բան, որը ըստ էության կոմունիկացիայի արդյունք էր, էլի որ դες խոսեցինք, չընդունեցին, խոսեցինք եւ այլն, դες ստացվեց։ Վարամ 24 րոպեն անցել ենք։ Մենք իհարկե շարունակելու ենք հետևել ԵԱՏՄ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, վստահաբար քո հաղորդումների ընթացքում վերադառնալու ենք այդ հարցին, էլի ենք քննարկելու իրավիճակը, լուծումներ ենք փորձելու գտնել, բայց որպես առաջին թողարկման ամփոփում կխնդրեմ պատմես մեր ռադիոլսողներին, թե դու ինչպիսին ես պատկերացնում այս հաղորդումը եւ ինչ են իրանք լսելու հետ այսու երբ հանդիպեն համացանցում կամ եթերում քո հաղորդմանը։ Տեսեք, ԱՄՆ մեծ բիզնես համայնքի
ղեկավարն եմ, հայկական, չեմ ասում Հայաստանի, ընդհանրապես հայկական ամենամեծ բիզնես համայնքի ղեկավարը մոտ 900 ակումբական ունենք մենք մեր համակարգի ներսում։ Ու ես վերջերս հաշվեցի տարեկան 1000-1200 անհատական հանդիպում եմ ունենում գործարարների հետ։ Խոսքը անհատական եմ ասնա։ 3-30 հոգու մոտ ելույթ եմ ունեցել, չեմ հաշվում անհատականն եմ ասում։ Ու տարվա 4-5 ամիս էլ դրսում եմ անցկացնում, այնտեղ էլի հայ գործարարների հիմնականում հանդիպներով, այսինքն առել փորձ է հավաքվում իրական շփումների, իրական պրոյեկտների, իրական խնդիրների թեմայով։ Հետևաբար մեր ձեռքը զարկերակին կլինի ու այդ իրական խնդիրները կփորձենք բարձրաձայնենք, իրական ձեռքբերումները կբարձրաձայնենք, ժամանակ առ ժամանակ կունենանք այստեղ տարբեր թեմաներից խոսենք մեր արտասահմանի, քանի որ կեսը որ 900-ից մոտավորապես կես մեր դրսի ակումբականներն են, ամենամեծը Միացյալ Նահանգներում, Լոս Անջելեսում 130-ի մոտավորապես ունեն գործարար։ Մեկն է Միացյալ Նահանգներում, մի ակումբ է, թե այո, Կոլումբոսում եկել, Կոլումբոս։ Ունենք Լոս Անջելես ու Կոլումբոս, այս տարի կբացվենք Նյու Յորք, Վաշինգտոն ու հնարավոր է նաև Ֆլորիդա։ Ու նաև Կանադայում կբացվենք այդ մայրցամաքում, կբացվենք նաև Կանադայում։ Այսինքն մինչև տարեվերջ 4 մասնաճյուղ կունենանք Միացյալ Նահանգներ։ Հիմա այնտեղից էլ տարբեր գործարարներ գալիս են Հայաստան, եւ այլն, ու այնտեղից էլ հետաքրքիր հյուրեր կունենանք, համացություններ կանենք Հայաստանում այնտեղի շուկաների, կպատմեն մի քիչ իրենց շուկաների մասին։ Հետաքրքիր ակումբականներ ունենք Նոր Զելանդիայից մինչև Ինդոնեզիա, որ եթե այստեղ լինեն, երբ որ այստեղ լինեն, իրենց էլ ժամանակ առ ժամանակ կհրավիրեմ այդ երկրների շուկաների մասին կխոսենք, որը որ ինձ թվում է մեր լսողները կամ դիտողները ուրիշ հարց չեն ունեն այդպիսի մարդկանց հանդիպելու։ Այդպես փորձենք գտնել եւ պոպուլիզացնել մեր հետաքրքիր հայ գործարարներին աշխարհի տարբեր կետերից։ Սիրելի ռադիո լսողներ, վստահ եմ ձեզ էլ հետաքրքիր է լինելու, ուշադիր եղեք եւ եթերին եւ հետեւեք մեզ համացանցում, բաժանորդագրվեք նաեւ Վարամին Միրաքյան բոլոր հարթակներում, որտեղ որ ինքը կա, որովհետեւ ինքն էլ է տարածելու հաղորդումները, թե ընդհանուր առմամբ, թե հատված առ հատված, որպեսզի բաց չթողեք, եթե հետաքրքրված եք ձեռներեցությամբ, գործարարությամբ եւ տնտեսությամբ։ Շարունակեք լսել Գործարար ալիքը, կհանդիպենք։